մի հատ շատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Ժողովուրդ ջան, ռեստորանի հետ կապված եմ ուզում երկու բառ ասեմ։ Ստատիստիկան է, որ ընդամենը հավաքվել է 50,000 դրամ։ Եվ իմ կողմից էլ 10,000 դրամ կավելացնեմ, 60,000 դրամ գումար մի հատ կօգնենք մի ընտանիքի։ Հաշվի համարները եղել է ընդամենը 3-4 օր ու հանվել է, որովհետև ստատիստիկան ցույց տվեց, որ դա չի լինի։ Ես դա կանեմ, բնականաբար իմ ուժերով ու ինչ եղավ, դա է իրականությունը։ Քիչ-քիչ կանենք, դանդաղ կանենք, բայց հստակ քայլերով կշարժվենք առաջ։ Ինչևէ, ուզում եմ նորից կրկին ասեմ, հավաքված գումարը 50,000 դրամ պլյուս իմ կողմից 10,000 դրամ ես ավելացնելու եմ եւ այդ գումարով կօգնենք, չգիտեմ, ինչով որ կարող ենք։ Կօգնենք գումարով եւ ինչպես որ ես օգնել եմ, օգնում եմ ու ինչքան հնարավորությունս հերիքում է, վիդեո տարբերակով կօգնենք, որ այդ ընտանիքը հավաքի այդ նախատեսված գումարը վիրահատության համար, բուժման համար, չգիտեմ, ինչ որ կլինի։ Ընթացքում կերևա կհասկանանք որտեղ եւ ոնց, ինչպես դա այդ process-ը կազմակերպենք, այսինքն օգնենք անապով կամ հիվանդ երեխայի կամ հիվանդ մարդու, ով որ ունի դրա կարիքը շատ։ Իսկապես կյանքը շատ դժվար ու ծանր է, երբ տեսնում ես անօգնական մարդկանց, այսինքն երբ որ տեսնում ես հիվանդությունը դուռը թակել է ու միակ ելքը դա ահռելի գումարների մասին է խոսքը։ Մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում ինչքան կարող ենք պետքա օգնենք։ Աննվիրաբար, ասում չգիտեմ, ոնց հոգիդ քեզ թելադրում է, դու պետք է այդպես շարժվես առաջ ու օգնես։ Բարությունը ու լավությունը միշտ հետ է գալիս։ Դա շատ կարևոր բան է։ Ճիշտ է, լինում են կյանքում շատ դժվար պահեր, ծանր պահեր, բայց այդ ամենի մեջ դու պետքա գտնես այն, ինչը որ կարա էական մեծ նշանակություն ունենա մարդկանց կյանքի որակի հանդեպ։ Դրա համար ցանկացած մարդ իր ապրած կյանքում ինչքան կարող է պետքա անի բարություն ու լավ գործեր, ինչքան որ կյանքը իրեն տրված է։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, սիրելի բարեկամներ ջան։